Հայաստանի Հանրապետությունում տնտեսական ակտիվության աճի տեմպը թեև փոքր-ինչ արագացել է, սակայն մնում է ցածր մակարդակում։ Լույս հիմնադրամն է վերլուծել տնտեսության զարգացումները այս տարվա հունվար-ապրիլ ամիսներին։ Տնտեսական աճի դանդաղելու հիմնական գործոնը նախորդ տարվա ոսկու վերարտահանման ծավալների նվազումն է, սակայն մնացած ապրանքների մասով նույնպես արտահանման աճին էականորեն նպաստող գործոններ չկան, ինչի արդյունքում էլ ընդհանուր աճի տեմպը մնում է ցածր մակարդակում։ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրվել է Արտակ Զեյնալյանի թեկնածությունը։ Կառավարության որոշման մեջ կարդում ենք. ղեկավարվելով Սահմանադրության 166-րդ հոդվածի առաջին մասով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրել Արտակ Զեյնալյանի թեկնածությունը։ Բացահայտվել է դատական իշխանության ներկայացուցչի քրեական դատարանի դատավոր Արտուշ Գաբրելյանի կողմից խոշոր չափերով 10,000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու դեպք։ Հակակոռուպցիոն կոմիտեն է տեղեկացնում. նախաքննությամբ պարզվել է, որ դատավորը պարտավոր լինելով գործի քննությունը եւ լուծումն իրականացնել ողջամիտ ժամկետում ու ապահովել արդարացի քննություն, օրենքով նախատեսված պարտականությունները կատարելու փոխարեն պահանջել է 3,892,500 դրամին համարժեք 10,000 դոլար կաշառք։ Քրեական բարույթով նախաքննությունն ավարտվել է։ Բարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին, այն հաստատելու եւ դատան ուղարկելու միջնորդությամբ։ Վանաձոր Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կիլոմետրի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի մարդատար տրանսպորտային միջոցների համար, հայտնում է ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը, իսկ Ստեփանցմինդա Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Երևանի քաղաքապետը Facebook-յան իր էջում տեսանյութ է հրապարակել Դավիթաշենում հիմնված նոր այգուց։ Ավինյանը կից գրել է, որ շուրջ 1 հեկտար տարածքի վրա երևանցիների եւ հարակից դպրոցի աշխատակիցների հետ հիմնել են նոր այգի։ Այն ըստ քաղաքապետի կդառնա նոր կանաչ ու հաճելի միջավայր բոլորի համար։ Այգում ընդհանուր առմամբ տնկվել է 87 ծառ, իսկ տարածքն ապահովված է ոռոգման համակարգով։ Հասմիկ Անտոնյան, ժամը լրատվականի համար։